Ըստ խնդրի հաճախորդը 3 օր շարունակ մտավ բանկ եւ յուրաքանչյուր անգամ կատարեց նույն երկու գործողությունները։ Սկզբում իր ավանդը եռապատկեց, այնուհետև բանկից վերցրեց 5400 դրամ։ Վերջին օրը բանկի աշխատողը նկատեց, որ հաճախորդը բանկում այլևս փող չունի։ Պետք է գտնենք, թե ինչքան գումար էր սկզբում ներդրել հաճախորդը, այսինքն թե ինչ տիպ պետք է գրված լինի այս կարմիր վանդակում։ Այդ նպատակով եկեք աստիճանաբար լրացնենք մեր աղյուսակը սկսելով վերջից։ Գիտենք, որ երրորդ օրվա վերջում 5400 դրամ հանելուց հետո բանկում այլևս գումար չէր մնացել, եւ որպեսզի գտնենք, թե ինչքան է եղել գումարը մինչ այդ 5400-ը հանելը, պետք է 0-ին գումարենք հենց այդ 5400-ը եւ կստանանք այս վանդակում 5400։ Այնուհետև նկատենք, որ ինչպես երևում է աղյուսակից, այդ 5400-ը ստացվել է այս վանդակում գրված թիվը 3-ով բազմապատկելուց հետո, եւ ուրեմն, որպեսզի գտնենք, թե ինչ թիվ է գրված այդ վանդակում, պետք է 5400-ը բաժանենք 3-ի, ստանում ենք 1800։ Ակնհայտ է, որ նույն 1800-ը եղել է բանկում նաև երկրորդ օրվա վերջում։ Հիմա եկեք կրկնենք նույն գործողությունները արդեն երկրորդ օղի համար։ Գումարելով 5400 ստանում ենք 7200 եւ բաժանելով 3-ի երկրորդ օրվա սկզբում ստանում ենք 2400, որը նույն գումարն է, ինչ որ մնացել է նաև առաջին օրվա վերջում։ Եվս մեկ անգամ կրկնենք նույն գործողությունները արդեն առաջին օրվա տողի համար։ Գումարենք 5400, ստանալով 7800, այնուհետև բաժանենք 3-ի եւ կստանանք առաջին վանդակում գրված թիվը 2600։ Եվ ուրեմն սկզբում հաճախորդը բանկում ներդրել էր 2600 դրամ։